Գալստյան մի քանի հարց տանձեց, լավ, առաջինը այս անհատական մոտեցման պատճառը չեմ հասկանում, կամ բանկեր, որոնք ավելի ռիսկային քաղաքականություն են վարում, կամ բանկեր, որոնք նվազ ռիսկային են վարում, եթե նորմատիվները չեն խախտում, այլ անհատական մոտեցման կիրառելիության նպատակը որն է, մանավանդ եթե ռիսկի վրա հիմնված վերահսկողություններ կան, այստեղ տեսակ միկրոմենեջմենթի տպավորություն է ստեղծում։ Մյուսը խոսեցիք նորարարական ֆինանսական ծառայությունների մասին։ Հիմա ես Revolut եւ N26 այդ տիպի բարդ բաների մասին չեմ խոսում, բայց ֆինթեքը ընդհանրապես մեր մոտ չի զարգանում։ Չկա միատանում։ Մյուս խնդիրը։ Տեսեք, Հայաստանում բանկային համակարգ սկսեց զարգանալ, երբ առնվազն երկու խոշոր միջազգային բանկ, ուղղակի կամ անուղղակի մտան Հայաստանի շուկա։ Հետո երրորդն է մտավ։ Խոսքը գնում է HSBC-ի մասին եւ Credit Agricole-ի մասին։ Հիմա ոչ HSBC-ն կա, ոչ Credit Agricole-ը կա, VTB-ն էլ, գիտեք, սանկցիաների տակ է։ Ուզում հասկանամ, դուք որևէ քայլեր ձեռնարկում եք, որ հայտնի որևէ բանկային միջազգային բանկ Հայաստան գա, շնորհակալություն։ Շնորհակալություն հարցերի համար, պարոն Խաչատրյան, եւս մեկ անգամ փորձեմ անդրադառնալ այդ ռիսկերի վրա հիմնվածին, որպեսզի ավելի պարզ լինի։ Նորմատիվը այսօր, որը սահմանված է, բոլոր բանկերի համար նույն չափով է։ Մենք ասում ենք այն բանկերը, որոնք որ ավելի ռիսկային են, կամ այն բանկերը, որոնք որ ավելի նվազ ռիսկային են, իրանք պիտի ունենան կապիտալի համարժեքության տարբեր մոտեցումներ։ Ավելի բարձր ռիսկայնություն ունեցող բանկերը պիտի ունենան ավելի մեծ կապիտալ, ու սեփականատիրոջ գումարը ռիսկը այդ բիզնեսի մեջ պիտի լինի ավելի մեծ, որովհետև իրանք ստանձնում են ավելի մեծ ռիսկեր։ Ու հակառակը ավելի քիչերի դեպքում, այսինքն մենք փորձում ենք բալանսավորել ու արդարության էլեմենտ մտցնել այդտեղ։ Ինչ վերաբերվում է նորարարական ֆինանսական ծառայություններին, ես հենց առաջին նախագիծը, որով որ ներկայացա ապագայի մեր տեսլականի տեսանկյունից, հենց դա է, որ մենք Lego-ի լիցենզիա ենք անելու։ Այսինքն, եթե ժամանակին կամ հիմա մենք ունենք մի բանկային լիցենզիա, որը ունիվերսալ է, ու կա 30 միլիարդ մուտքի շեմի նվազագույն պահանջ, մենք այդ նվազագույն պահանջը թվային բանկերի համար, օրինակ էապես կարող է նվազանենք, իրանց համար սահմանելով այլ կրիտերիաներ, օրինակ գործառնական ռիսկի վրա ավելի մեծ ուշադրություն, կիբեռանվտանգության վրա ավելի մեծ ուշադրություն, որը թույլ կտա ոչ թե էական կապիտալը, որ սահմանափակող գործոն դիտարկել, այլ իրանց համար մուտքը ոնց որ ավելի հեշտացնել, այսինքն նույն ուղղության մեջ ենք ու դրանով գալու ենք ազգային ժողով, որովհետև այդտեղ մեծ օրենսդրական փոփոխությունների կարիք է լինելու։ Երրորդը, ինչ վերաբերում է միջազգային գործընկերներին, հանդիպումները անընդհատ են։ Այսինքն մենք անընդհատ Հայաստանը ներկայացնում ենք միջազգային ներդրողներին, ու ես իմ խոսքի առաջին մասում նշեցի, որ մեր լավագույն այցեքարտը այդ մակրոտնտեսական կայունությունն է։ Ես մի քանի օր առաջ Լոնդոնում էի, որովհետև Lion Finance Group-ը, որի ակտիվներից մեկը, ամենամեծերից մեկը դա Ամերիաբանկն է, մյուսը Bank of Georgia-ն է, Lion Finance Group-ը ընդգրկվեց FTSE 100-ի մեջ 3 օր առաջ, 4 օր առաջ։ Այսինքն մենք անընդհատ այդ ուղղությամբ աշխատում ենք ու ջանքերը ավելի ենք մեծացնելու, որովհետև մենք պիտի նաև ինչ-որ պատմություն ունենանք մեր հետևում, որը ստեղծել ենք, ես կարծում եմ արդեն ներկայանալու տեսանկյունից ավելի հեշտ կլինի։ Համեցեք արձագանք։ Այս հարցը անընդհատ տալիս եմ, բայց գնալով այդ իր ոչ բան չի փոխում, իհարկե սա տոկոսադրույքային պարիտետի մասին է խոսքը։ Նոր հարց եմ ձևակերպում, արձագանք չի։ Մենք տեսնում ենք, որ դրամը շարունակաբար ծանրանում է, էապես վնասելով արտահանողներին, բայց մենք տեսնում ենք, որ տոկոսադրույքային սպրեդը դրամի և դոլարի միջև չի նվազում։ Այսինքն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կամ էլ նրանք, ովքեր Հայաստանում բանկային համակարգից օգտվում են, ի հեճուկս խաղաղության հեքիաթների, մակրոտնտեսական կայունության գերադասում են իրանց գումարը պահել ամերիկյան դոլարի կամ եվրոյում, ստանալ ավելի քիչ գումար, բայց շարից փորձանքից հեռու լինել։
Ներեք, սա մակրոտնտեսական կանոնության հետ ինչպես է հաղորդակցվում, շնորհակալություն։ Շնորհակալություն, լավ հարց է, փորձեմ մի քիչ ավելի հանգամանալից, եթե ժամանակը թույլ կտա։ Ուրեմն ռիսկի պրեմիան Հայաստանի Հանրապետությունում էապես նվազել է։ Ռիսկի պրեմիան այդ մեր եվրոպարտատոմսերի եւ ամերիկյան պետական պարտատոմսերի միջև եղած եկամտաբերությունների տարբերությունն է։ Որպեսզի ոչ ես, ոչ դուք չգնահատենք, մենք ունենք օբյեկտիվ ցուցանիշ, դա ռիսկի պրեմիան է։ Այսօրվա դրությամբ ռիսկի պրեմիան նախկինում եղած 400 բազիսային կետ է, այսինքն 4%-ի համեմատ այսօր 190 բազիսային կետ է։ Այդ մեկ։ Երկրորդը, Հայաստանի դրամով պետական պարտատոմսերի եկամտաբերությունն է այապես նվազել։ Այսօր 10 տարանոց պարտատոմսերը 8%-ից մի քիչ ավել են, հիմնական ներդրողները ոչ միայն հայկական բանկեր են կամ հայկական ֆինանսական կազմակերպություններ են, այլ նաև հեղինակավոր միջազգային ընկերություններ, Barclays, Morgan Stanley եւ այլն, ներդրում են անում դրամով հայկական պետական պարտատոմսերի մեջ։ Մենք 0-ից եկել ենք մի կետի, որ հայկական պետական պարտքի 10%-ին մոտ թիվը պատկանում է միջազգային ինստիտուցիոնալ խաղացողներին։ Այսինքն, եթե այդ չի մեր լավագույն գնահատականը մեր վարած քաղաքականության, ուրիշ ցուցիչ չգիտեմ ֆինանսական առումով։